Ողջույն հարգելի վագրեր, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Տեսնենք ինչ է ձեզ սպասվելու մայիս ամսվա ընթացքում։ Այս քարտերը մեզ հարկավոր են օգնության համար, գնայինք միայն այս քարտերով։ Եվ եթե բաժանորդագրված չեք, կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակոճակը, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այս ալիքի նոր տեսանյութերով։ Եվ իմ բոլոր ալիքի հղումները կան վերնագրի տակ, որ սեղմեք վերնագրի վրա, անմիջապես այնտեղ կան, գրված է բոլորը։ Եթե ցանկություն ունեք, կարող եք նաև մտնել, նաև այնտեղ է գրանցվել, եթե կհետաքրքրի ձեզ այդ թեմաները, ինչի մասին որ ես այնտեղ խոսում եմ։ Եվ ամսվանները արդեն բոլորը տեղադրված են, կարող եք նայել, վերջինները տեղադրված չեն, եթե դուք վագրեք, բայց ձուկ կամ ջրհոս դեռևս տեղադրված չեն, օրվա մինչև վերջ կտեղադրվեն, այնպես որ կարող եք հետո նայել։ Ահա, տեսնենք ինչ է սպասվում վագրերին մայիս ամսվա ընթացքում։ Ողջ մայիսին։ Ոյ։ Ընդհանուր ֆոնը այդքան էլ Ընդհանուր ֆոնը այդքան էլ լավը չէ, հիմա ստուգենք ինչից է դա այդպես, խնդիրներով եք մտնում մայիս ամիս, բայց ես չեմ տեսնում, այստեղ խնդիրը միայն երեխաների հետ է, ես չեմ տեսնում մեկ այլ խնդիր ձեզ մոտ, որ ճիշտն ասեմ, գուցե աշխատանք չունեք այս պահին, չգիտեմ, բայց խնդիրներ չկան։ Խնդիրները կլուծվեն, միգուցե խնդիրները մնում են ապրիլին, ուղղակի այդպես ցույց է տալիս, որ ոնց որ խնդիրների միջոցով եք, հա, մտնում մայիս ամիս։ Մայիսին էլ կլինի խնդիրներ։ Չէ, մայիսին բացարձակապես չլինի խնդիրներ, այսինքն դուք այդպես խնդիրներով հիմա է միգուցե ձեր էներգիան խնդիրներով, հիմա կարող ունեք ինչ-որ խնդիրներ, բայց մայիսին արդեն ինքը վերանում է, կողմ մայիսի դեռ այդպես սկիզբն է, հա, հետո արդեն ամեն ինչ վերականգնվում է։ Բայց ընդհանուր մայիսը խնդիրներ չկան, ընդհանուր մայիսը ձեր յուրաքանչյուր գործերը կկարողանաք առաջ տանել, ոչ մի բացարձակապես խնդիրներ չեն լինի։ Խնդիրները երեխաների հետ են կապված, խնդիրները աշխատանքի հետ են կապված։ Եթե երեխաների, ապա երեխաների մոտ այստեղ կարող է լինել ուղղակի իրենց ասածին, իրենք իրենց ասածին են ուզում, ոնց որ իրենք են ուզում գլխավորը լինեն, միայն դա է, որ կարող է խոսակցություններ լինեն եւ վեճ ընդհանուր առմամբ։ Չէ, հետո ամեն ինչ լավանում է, պետք չի հավելյալ քարտեր հանել, միևնույնն է, հետո լավանում է։ Ինձ ինչ-որ մի պահ է կամ մայիսի սկիզբն է կամ ապրիլն է, որը այդպես ֆոնով մտնում եք մայիս ամիսը, բայց ամբողջ մայիս ամիսը ձեզ համար խոչընդոտներով լի չէ, որ ես դա ասեմ ձեզ։ Գումար կստանաք այս ամիս, գումար շատ կծախսեք այս ամիս, կարելի ասել ինչը կգա այն էլ կծախսեք։ Միգուցե ինչ-որ վարկեր ունեք, պարտքեր ունեք, որոնք որ պետք է փակեք այս ամիս եւ կզբաղվեք դրանով։ Կամ գումարը կաշխատեք, բայց միգուցե աշխատանքը դեռևս չկա։ Այսինքն գումարը վաստակում եք արդեն կողքի եկամուտներով, այն ինչ որ անում եք, հա, այդտեղ ինչ-որ բաներ եք բզբզում, այդպես է եկամուտ գալիս ձեզ մոտ։ Ձեր քույրը կամ եղբայրը կարող են ամուսնանալ, ձեր շրջապատից ոչ մարդիկ կարող են ամուսնանալ,
Նաև կարող եմ ասել կամրապնդվի կապը ձեր եւ ձեր շրջապատի մարդկանց միջև, միգուցե վստահությունն այստեղ ավելի շատանա կամ ավելի իրար հետ լինեք ձեր շրջապատող մարդկանց կամ ձեր հարևանների, ձեր քրոջ հետ, բայց հավանականությունը շատ մեծ է, որ ձեր քույրը կամ եղբայրը կամուսնանան։ Նույն նշանադրությունն է, որը այդպես միգուցե հենց խնդիրները ձեզ մոտ խոչընդոտները դա է, որ ինչ եք տանելու նվեր, ինչ եք գնելու, աշխատանք դեռ չկա կամ հա նման ինչ-որ բաներ կարող են լինել։ Եվ սա նաև ընդհանուր դա գործարքն է, որ կարող է եւս գործարք կնքեք։ Շատ հավանական է, որ գործարք, բայց ոչ շատ երկարաժամկետ այդ գործարքը։ Տան հետ կապված եթե ինչ-որ փաստաթուղթ եք ձևակերպում, եթե սեփականության, վկայական եւ այլն, այդ ամենին մի հատ լավ ուշադրություն դարձրեք, եթե տուն եք գնում կամ տեղափոխվում եք ինչ-որ մի տան մեջ վարձով ապրելու, եւս մանրուքները ուսումնասիրեք, որովհետեւ կարող են խնդիրներ լինել, եթե պայմանագիր եք կնքում, ել եմ ասում, դա եւս ուշադրություն դարձրեք, եթե տուն եք փնտրում, ապա կլինեն մի քանի տներ, որոնք որ դե ընտրության առջև, հա, այդպես կկանգնեք, մեկ երկու տուն է եւ ուզում եք կամ դուք ուրիշ բան եք ուզում, դիմացին ուրիշ բան, այդպես տան հետ կապված։ Եվ դա եթե ինչ-որ այստեղ կարող է նաեւ անցյալից ինչ-որ մեկը վերադառնա եւ փորձի նորից կրկին վերականգնել հարաբերությունները։ Բայց այստեղ նաև խորհուրդ ունեք, հա լավ մի հատ ուսումնասիրեք նախ ինչի համար եք բաժանվել եւ ինչ է հիմա ինքը ձեզ առաջարկում, ինչ է տալու հիմա ձեզ, նոր հետո վերականգնեք ձեր հարաբերությունները, թե ոչ, ապա երկար մտածեք այդ հարաբերությունների մասին, որովհետեւ լավ ուսումնասիրել է հարկավոր, թե ինչ են ձեզ խոստանում այս ժամանակահատվածում։ Երբ որ նորից վերադառնան կամ ընտանիք կարող է ցանկանան կազմել ձեզ հետ ուղակի ապրելու համար, ոչ թե հստակ ինչ-որ հարսանիք եւ այլն, դա եւս է լավ երկար մտածեք այդ մասին։ Երեխաների հետ վեճ արդեն իսկ նշեցի, որ կարող եք վիճել երեխաների հետ, տեսնենք ինչն է լինելու թեման։ Նայեք աշխատանքը, միգուցե դուք մենակ եք աշխատում կամ դուք չեք կարողում աշխատանք գտնել եւ ձեր երեխաները գոնե պետք է ձեզ աջակցեն, միգուցե մեծ են արդեն եւ չեն աշխատում, որպեսզի ձեզ աջակցեն։ Եվս էլի ընկերներն այնտեղ, որ իրանք իրանց դիրքն են ուզում դնեն, իրանք իրանցն են ուզում դնեն ձեր առջև, որ իրանց մի փոքր էլ անգամ ենթարկվեք, հա, ոնց որ իրանք են ուզում, ոնց են ասում, ավելի շատ ոնց որ ռուսերեն էլ, հա, վերխ վերցնեն ձեր վրա, այդպես։ Այսինքն իրանց ասածով է ու վերջ, ոնց որ այդպես։ Կամ խոսակցությունը միայն այստեղ աշխատանքն է, որ իրենք էլ աշխատեն երկու սովորել են կամ էլ չեն ուզում սովորեն, բայց չեն ուզում աշխատեն։ Համար այստեղ այդպես։ Ուշադրություն այստեղ դարձրեք միևնույն է վեճով, եթե դիմացինը չի ուզում աշխատի վեճով ոչինչ չեք կարող հասցնել, հա վեճի գնով դուք կարող եք ուղղակի գումար չտալ իրան, եթե չի աշխատում եւ այլն, եւ այդ հարցը կապա, որովհետեւ կարող է մշտապես նաեւ գումարի հետ է կապված։ Այդտեղ եւս պետք է ուշադիր լինել։ Վեճից կարող է ինչ-որ մեկը հայտնվի հիվանդանոցում, չի բացառվում եւ ձեր երեխան, եթե չի լսում, եթե անկանոն է, պետք է այնպես անեք, որ իրեն հանգստացնեք, որտեղ սա նաեւ պետք է հասկանալ, որ պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, դա կարող է լինել նաեւ բերդը, դա կարող է լինել նաեւ ոստիկանությունը, որ դրա համար կարող եք վիճել իր հետ եւ կարող եք վիճելուց հետո քայլերը այդքան էլ լավ չլինի եւ ինքը խնդիրներ ունենա նման տեղերի հետ։ Ընդհանրապես, եթե արդեն երեխան դառնում է այդպես լարված ձեզ հետ, պետք չի ավելի սրել։ Իրան մի պահ բանի տեղ մի դրեք, իրան մի պահ ուշադրություն մի դարձրեք։ Հետո ամեն ինչը կկարգավորվի։ Եթե ինչքան լարվում եք, այնքան ավելի է լարվում երեխան եւ դրանից է գնում սխալ բաներ անում։ Եվ առողջության հետ կապված, միգուցե ուզում եք հղիություն լինել, միգուցե ուզում եք վերանալ, միգուցե ուզում եք այլևս դեղ չխմեք, ապա դա այո, ձեր ցանկությունները կիրականանան։
Ոմանց մոտ էսա նաև կարող է կապված, որ պետք է գնա կոտար երկիր բուժման նպատակով կամ որևիցե վիրահատություններ կատարելու նպատակով։ Գուցե այդ առումով եւս ձեր ցանկությունները կատարվում են, ուզում եք որ դրսում բուժվեք, ուզում եք որ դրսում հետազոտվեք, ապա այդ ամենը տեղի կունենա, իբր մենք շատ ենք գոհ, որ դրսում ենք ապրում, հետազոտությունների արդյունքները մեզ բացարձակ չի գոհացնում։ Գիտեք, Հայաստանում ապրելով, հասկանալով ուրիշ երկրի, դե չգիտեմ։ Համենայն դեպս, ինչ որ բան է, որ կամ հղիություն է սա, որ շատ էիք ուզում եւ հիմա միամիտ եւ ձեր այնպես ինչպես որ ցանկանում եք դե ծննդաբերել եւ այլն, ապա այդ ամենը եւս այդպես է կլինի։ Գուցե ուզում եք կեսարյանով, գուցե եւ այլն, ինչ որ պահել։ Առողջության հետ կապված, եթե անալիզ էլ նաեւ տվել եք, ապա ձեզ այդ անալիզը եւս շատ կուրախացնի։ Նոր ծանոթություն է սպասվում, հարաբերությունները ովքեր միայնակ են, հնարավոր է, բայց այդ մարդը ես չեմ խոստանում, որ ինքը երկար կմնա ձեր կյանքում, բայց նոր ծանոթություն հնարավոր է, ինչ-որ մեկը կմտնի ձեր կյանք, ձեր հարաբերությունները առաջ կգնան ովքեր, որ այս պահին շփվում են, նաև եթե տանը խնդիրներ կային, ապա եւս այդ հարաբերությունները եւս էլի առաջ է գնում առանց որևէ խնդրի։ Ոչ նորություն կարող եք իմանալ ձեր երկրորդ կեսի մասին, եթե կարող դա ձեր սիրելին է, բայց երկրորդ կեսը չէ, իր մասին ոչ մի բան կիմանաք։ Այստեղ նաև կարող է գալ ձեր սիրելին կամ դուք գնաք իր մոտ։ Եթե դրսում է ապրում, եթե հեռու է ձեզանից ապրում, ապա հավանականությունը մեծ է, որ կգնաք։ Փաստաթղթերի հետ կապված ինչ-որ մի բան եք գնալու կամ ավարտելու եք, դա կամ իրոք ձանձրանալու եք եւ այլևս չզբաղվեք դրանով, որովհետեւ հոգնեցիք արդեն, այլևս էլ ուժ չկա, որ անդադ այդ գործերով զբաղվեք եւ կարող եք վերջ տալ այդ գործողությանը, վերջ տակ այդ գործունեությանը եւ այլևս չզբաղվեք կամ ինչ-որ մի բան եք գնալու։ Ի վերջո կարող է ինչ-որ մի տեղից անընդհատ փաստաթուղթ եք ստանում, ձևակերպում եւ հիմա դա վերջ։ Այլևս այդ փաստաթղթի ձևակերպելու կարիքը չկա։ Դա կարող է լինել չբան եք ստանում, ստորագրում ամեն ամիս կամ ինչ-որ մի բան եւս դա եւս էլի ավարտվում է ձեզ մոտ։ Այստեղ կարող են նաեւ ավարտվել այն հարաբերությունները, որոնք որ հիմնված էին միմիայն ինտիմ հարաբերությունների վրա։ Այդ հարաբերությունները եւս կարող են վերանալ։ Ամեն մեկը գնա իր ճանապարհով, նորին տեղ բացի, նոր սեր, նոր հարաբերություններ, ձեր զույգի մոտ կարող է կամ ընտանիքի անդամներից ոչ մեկի մոտ, որ ձեզ պահում է այս պահին ոչ թե զույգը։ Իր մոտ կարող է փոփոխություններ լինել, ինչ որ մի բան գնա իր մոտ, նոր բանին տեղ բացելու համար։ Դա կարող է լինել աշխատանքը, դա կարող է լինել ֆինանսական ինչ որ հարցերը, խնդիրները, նաև ինչու՞ չէ միայն լավը չի որ գնում է, այնց կարող է վատն է գնում, այսինքն այն ինչ որ այլևս պետք չի։ Կարող է ձեր կողակիցը բիզնեսով է զբաղվում եւ անիմաստ էր, ուղղակի ավելի շատ գումար էր այդ բիզնեսը ուտում, քան օգուտ էր տալիս եւ վերջ դա գնում է եւ սկսում եք արդեն նորի մասի մտածել, նոր բանի մասի մտածել։ Եվ ոմանք իրոք կարող են ճամփորդել, ճամփորդությունը հիանալի կանցնի, կարող է գնում եք մեկ շաբաթով ինչ-որ մի տեղ մնաք կամ մայիս ամսվա մեջ մեկ օր կարող է գնում եք ոչ այդտեղ Հայաստանի մեջ կարող եք լինել եւ այնտեղ շատ լավ կանցնի, ուրախ կլինի, նաեւ ոմանք ուղղակի առիթի հետ կապված կարող են ձեզ վիզա տալ, որ դուք գնաք մասնակցեք այդ առիթին եւ նույնիսկ հետ գնաք այն երկիր, այն քաղաք, որտեղ ապրում եք։ Այդպես կարող է լինել։ Ոմանք կընդունվեն ինստիտուտ, ոմանք լավ կհանձնեն քննությունները, ավարտական այստեղ ովքեր որ երեխաները մեծ են եւ ավարտում են իրենց հետ կապված այդ կարող է լինել այդ ինչ-որ միտեղ գնաք եւ այնտեղ ուրախանաք կամ իրենց ուսման հետ կապված կարող է լինել որ վերջին զանգը ավարտեցին նշում եք եւ ուրախություն եք անում։ Աշխատանքի եւ բիզնեսի հետ կապված բիզնեսը կարող եք անել սկսել ձեր ընկերոջ հետ, կարող է աջակցել ձեզ, օգնել կամ դուք իրեն։ Աշխատանքը նույնպես այստեղ կամ այնտեղ ընկերական մթնոլորտ է լինելու կամ
ձեր ընկերներից մեկը եթե աշխատանք չունեք, ինքը կարող է ձեզ աջակցել, որպեսզի աշխատանք գտնեք։ Նաև ինչ որ մեկը գա այնտեղ աշխատելու եւ այնքան մտերմանակ որ դառնաք հարազատ ընկերներ մեկը մյուսի հանդեպ, մեկը մյուսի նկատմամբ։ Դե շատ ավելի ընկերական մթնոլորտ կլինի։ Նոր ընկերներ ձեռք կբերեք, արդյունքներ կունենաք, այդ արդյունքները կլինեն հիանալի ձեզ համար։ Այնպես որ եթե հա ինչ-որ արդյունքներ եք սպասում, ապա հիանալի կլինի, միգուցե գործի արդյունքներ են, քննության արդյունքներ են, ձեր կատարած աշխատանքի արդյունքներն են, նոր դռներ կբացեն ձեր առջև, նաև նոր ընկերներ կունենաք, շատ ընկերներ եւ ձեր ընկերներից ոչ մեկի միջոցով նաև կարող հաջողության հասնել, աջակցի, օգնի այնտեղ եւս, հա, աշխատանքի բիզնեսի հետ կապված եւս կար ինքը։ Նոր լավ հաջողակ ընկերներ ձեռք կբերեք, այսինքն ինչ-որ մարդիկ կմտնեն ձեր կյանք, ում կյանք մտնելը, ովքեր որ կմտնեն, ոնց որ հաջողություն կբերեն ձեզ, այսինքն նա իրենց գալով, որտեղ մարդիկ կան իրոք, որ մտնում են մեր կյանք, հենց իրենց արդեն մուտքը արդեն իսկ հաջողություն է մեզ համար։ Վախեր ունեք վախեր, որովհետև այն ինչը որ ձեզ համար ակնհայտ չէ, դա ձեզ բավականին վախացնում է, դուք պետք է ամեն ինչը ճիշտ տեսնեք, ոնց որ աչքը ծակի, նոր սկսեք հավատալ, դրա համար շատ կան վախեր այս ամիս ձեզ մոտ։ Խնդիրները կարող են գալ էմոցիաներից, ձեզ չկարողանալ տիրապետելուց կարող են գալ այդ խնդիրները։ Գաղտնիք եւս կա, պետք է գաղտնիքը պինդ պահել, որպեսզի դուրս չգա կամ էմոցիաների ազդեցության տակ այդ գաղտնիքը ուղղակի դուրս չհանեք ձեր բերանից։ Միայն դա կարող է գաղտնիքը բացահայտվելու ձևը լինել։ Թե չէ ինչ որ բաներ կան, այո, ինչ որ պահեր կան, մութ բաներ կան, որոնք իրոք որ ձեր մեջ կարող են կասկած մտցնել, կասկած առաջացնել։ Եվ վախեր նույնպես։ Որտեղ ինչ որ բաներ ձեզ համար լիարժեք չլինի, ինչ որ մի բաներ անհասկանալի կլինի եւ դա ձեզ կվախեցնի։ Միայն դա է։ Վախ ունեք ապագայի նկատմամբ, վախ ունեք նոր գործի նկատմամբ, վախ ունեք երեխային կորսնելու վերաբերյալ, այստեղ եւս հարաբերություններ սկսելու վերաբերյալ կան, ինչ որ պահեր կան, վախեր ունեք այս ամիս։ Նա պետք է կարողանաք ուղղակի զսպել ձեզ։ Զսպել եւ կառավարել ձեր վախերը։ Ամեն ինչ չէ որ վախենալի, ամեն ինչի համար չէ որ պետք է մարդը վախենա։ Եվ ընտանիքում թույլ մի տվեք, որ ինչ որ եւս մեկը փորձի մտնել ձեր ընտանիք, փորձի կառավարել, փորձի իշխել, այդպես։ Եվ այդ առումով եւ մյուս առումով նույնպես թույլ տվեք, որ ինչ որ մեկը մտնի ձեր կյանք։ Ոնց դա է հարաբերություններում նաեւ խոսակցությունը վեճը։ Չնայած հարաբերություններում չէր, ավելի շատ երեխաների մոտ էր։ Միգուցե խառնվում են եւ դա էլ էլի է բերում նորից խոսակցություններ երեխաների հետ կապված, ինչ տարբերություն։ Այսքանը ձեզ համար, թող որ մայիս ամիսը ձեզ համար լինի միմիայն հաջողություններով լի ամիս, լիքը հաջողություններ ունենաք այս ամսվա ընթացքում։ Այսքանը լավ եղեք։